Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունը վաղը քաղաքական երկու ուժերի հետ հուշագիր կստորագրի, հայտարարելով Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի ստեղծման մասին։ Ազատության տեղեկություններով քաղաքական այդ երկու ուժերի մեջ չեն ոչ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը եւ ոչ էլ Էդմոն Մարուքյանի ղեկավարած Լուսավոր Հայաստանը։ Սամվել Կարապետյանը որոշել է դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք անցած ընտրական գործընթացներում ակտիվ ներգրաված չեն եղել։ Այն, որ այդ ուժերը հանրության լայն շերտերին այնքան էլ ծանոթ չեն, իր խոսքում նախորդին ակնարկել էր նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Այսօր Ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել եւ փոխել Հայաստանի ընթացքը։ Թե որոնք են այդ ուժերը եւ ինչու է Սամվել Կարապետյանի ընտրությունը կանգ առել հենց նրանց վրա, կուսակցության անդամներից Գոհար Մելոյանը այսօր չցանկացավ բացահայտել, նշելով սակայն, որ այդ դաշինքով համագործակցության դռները չեն փակում։ Համերաշխության ու միասնական տրամաբանության ներքո էլ մենք գնում ենք դեպի մեր Ուժեղ Հայաստանը դաշինքի ձևաչափով, բայց մանրամասները, թե ովքեր են մեր դաշինքում ներգրաված լինելու, ում հետ են կազմելու այդ դաշինքը, վաղը կներկայացնենք, վաղը արդեն հրապարակային կերպով ստորագրելու ենք դաշինքի հետ կապված փաստաթուղթը եւ հանդես կգանք հայտարարությամբ։ Հանրությանը հայտնի ուժեր են լինելու կամ ուժեր։ Որոշակիորեն փորձառություն ունեն այն ուժերը, ում հետ պատրաստում են գնալ դաշինքի, բայց քանի որ ընդամենը մեկ օրվա մասն է խոսքը գնում, վաղը հրապարակվեն։ Ուղղակի կուզեի մի կարևոր ընդգծում անել։ Մենք այս դաշինքով սահմանափակումներ համագործակցության չենք դնում։ Մենք հնարավոր է իրավական ձևակերպման փստակ դաշինք ունենք, բայց այն քաղաքական ուժերը, ովքեր մեզ աջակցություն են հայտնում, այն քաղաքական ուժերը, ովքեր պատրաստ են համագործակցելիության, այն քաղաքական ուժերը, ովքեր ունեն նույնական կարմիր գծեր, մենք էլի տեսնում ենք բոլորի հետ բաց դռների սկզբունքով համագործակցենք բանակցային process-ների մեջ ենք գտնվում եւ որոշակի ձևաչափերում կրկին կարող է համագործակցելիության տեսանկյունից հայտարարություններով հանդես գանք։ Մենք ուզում եմ ասել, որ վաղվա դաշինքի հայտարարությամբ այնպես չի, որ մենք դռներ ենք փակում։ Արդյոք հնարավոր է, որ վաղը Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի շնորհանդեսին ուղերձով հանդես գա տնային կալանքում գտնվող գործարար Սամվել Կարապետյանը։ Մոտ 10 օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային պնդումից հետո, թե Սամվել Կարապետյանը կարող է Facebook-յան ուղիղ եթեր մտնել եւ քննիչը դրա համար նրան չի պատժի, քննչական կոմիտեն կարճ ժամանակ անց հայտարարեց, թե բավարարել է փաստաբանի միջնորդությունը եւ թույլ է տալիս, որ Սամվել Կարապետյանը Facebook-ում տեսաուղերձ հրապարակի Ուժեղ Հայաստան կուսակցության գործնեայության ծրագրերի եւ մոտեցումների վերաբերյալ։ Վախենում են, քննիչը կարող է ջղայնանա եւ կարող է ականջները քաշի։ Իրականում ինչքան ես գիտեմ, քննիչը պարզաբանել է, որ թույլ է տալիս, մտեք ուղիղ եթեր, ուժեղ տղեկ, մի վախեցեք քննիչից։ Սակայն կուսակցության անդամ Գոհար Մելոյանը նշում է, որ Կարապետյանի հրապարակային ուղերձ ցղելու մասին քննիչի որոշումը անորոշություններ է պարունակում։ Քննչական մարմինը ուղարկում է նման որոշում կրկին շատ անորոշ ձևակերպամբ, մեկ անգամյա թույլտվությամբ ու կրկին պարոն Վարդևանյան դիմել է հստակեցնելու խնդրանքով, հա, այդ որոշումը ու կրկին ասում է, սենց շարունակում է այս իրավական խութը։ Եթե մեկ անգամ է, այսինքն կարող է վաղը պարոն Կարապետյանը ուղերձ ցղել։ Բայց այստեղ հարցադրում եմ մնում, արդյոք այդ մեկ անգամյան ընդամենը մեկ անգամյա է ինչ որ անսահմանափակ ժամկետով։ Արդյոք այդ մեկ անգամյա ուղերձը օրվա մեջ մեկ անգամյա մի խոսքով այդտեղ լրջագույն իրավական խութի խնդիր կա, բնավ զարմանալի չէ, որ ինչ որ իրավական ծուղակային տրամաբանություն են ուզում ստեղծեն, իսկ հնարավոր է բանավոր կերպով ասեն օրը մեկ անգամ այո կարող է տեսաուղերձ ունենալ, այդ օրը մեկ անգամը կիրառենք, հետո ասեն չէ, այդ օրը մեկ անգամի նկատի չունենք ու էլի տանեն միջնորդություն, սանկցիաները կիրառված, հա, խափանման միջոցի տեսակը ավելի խստացնելու ուղղությամբ։ Գյուղ կանգնի գերակը կոդրի։ Թիմ կանգնեց հավատարիմ իրար կողքի ցանկացած խնդիր կլուծեն։ Եթե միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը հունիսի 7-ին ընթരാճ դաշինք է կազմում, ընտրություններին ԲՀԿ-ով մասնակցելու մասին հայտարարած խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը իր նախընտրական ծրագրի առաջարկ Հայաստանին նախագծի համակարգող խորհրդի առաջին նիստն է անցկացրել, որին մասնակցում էին քաղաքական, հասարակական ամենատարբեր շրջանակների ներկայացուցիչներ, ներառյալ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, արևելագետ Ռուբեն Մելքոնյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը,
քաղաքագետներ Ստեփան Դանելյանն ու Երվանդ Բոզոյանը եւ այլոք։ Համակարգող խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը կրկին պնդել է, իրենք ժողովրդին առաջարկում են երաշխավորված խաղաղություն, ոչ թե այնինչ խոստանում է Փաշինյանը։ Անդադ ասում են, որ խաղաղությունը երաշխավորված պետք է լինի, ոչ թե այսօր պայմանավորեցինք Ալիևի հետ խաղաղություն, ինչ խաղաղություն։ Սահմանները, բարձունքները գրաված նստած, թելադրանք, այս պետք է տակ, այս պետք է անեք, այս պետք է անեք, որ պետք է 300,000 Հայաստանում մարդ գա բնակվի, իսկ մեր հայրենակիցները, որ ասում տեղ թողած, դրա մասին բացառված է խոսել չի կարելի։ Ու դա համարում են խաղաղություն։ Իդեպ, մինչ Սամվել Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի ուժերը իրենց ուրախ եւ ուժեղ ավտոբուսներով շրջում են մարզերում ու մայրաքաղաքում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստանում է առաջիկայում խորհրդանշական գնացքով սլանալ մարզեր, ժողովրդին ներկայացնելով իր առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Թիմի անդամներն ու խորհրդանշական գնացքը շրջելու են հանրապետության բոլոր մարզերում, ներկայացնելով ծրագրի գլխավոր թեզերը։